Բերեմ մաման թողում, հա? Չէ, այդ ասի։ Հետո ABC էմպոզդե իշկա էմերպոզդե Դու ինչ ես խաղթում տես։ Հետո ֆան on se comptait j'ai arrêté le feu 7 3 4 3 1 Après, ils vont faire la maison. 8, 3, 4, 2, 1. Un avion. Et le policier est en train de s'occuper d'attraper des policiers, des voleurs. Après, il est allé chez le pompier. Partager. Chicken. Նիպոկի։ Դնեմ իտ։ Հաղթեցի։ Հետո մաման չի։ Հետո Վերջից ես սկսում կարդալ գիրքը Լինա։ Հա, հետո աչուկ։ Մամա, հաչուկ։ Я бебին քենաչումա։ Բեցա մամա։ Եղավ։ Բեցա մարի շնորհիչումա։ Բեցա մամա ես։ Քնել ես։ Էդի լավ ջունա գալիս։ Բիճավուճունե։ Մեկակե վետեր։ Չէ, Նո մեկակե պապա։ մեզ մոտ նորից ձյուն է գալիս, հունվարի 5-ն է։ Գիշերա ու սենց ուժեղ ձյուն դեռ չէինք տեսել, դրա համար արդեն երեկոյան ժամը 9-ն է, բայց ես երեխեքին անգամ քնացնում էի։ Հանել եմ։ Կարաս մնաց միջև լույս։ Երեխեքին քնից հանել եմ, բերել եմ, ասել եմ դե խաղացեք։ Կուզես խաղաս, թե կուզես քնես։ Այսքան սիրուն։ Այո, չէ մորձինից այսքան ուրախանում։ Մամա հելեինն է։ Այս սիրուն, ոյ։ Ծնագնդիկ է սարքել։ Ի լավ, սպասի։ Լավնա։ Մագազնասին ցանեսած։ Այսքան սիրուն։ Ոնց որ չտեսել։ Կամա, այդտեղա։ Լեո, կգնանք տուն, եթե իձեր գորաս։ Մամա։ Մարդիկ քնած են, Լեո։ Բոլոր տեղերը գնա ինչ հանդես արա։ Պոստի կողա պոստեն գետին է։ Արի հրասիկ այստեղ։ Monkey. Բա աշկեր եմ դրել, քո ծնե մարդի։
Ես ինձ չէի ների, որ մենք այսօր դուրս չգայինք ու սենց հավես ժամանակ չանցկացնեինք։ Հա ջան, հեսա կուղեմ։ Հեսա կուղեմ, սպասի։ Լինան հոգնել է գնում է քնելու։ Դե ուրեմն թող խոսեմ։ Ու հաստատ ամեն օր ինչ որ մի հատ փոքր պատճառ կարա լինի, որ իրանք ուշ գնան քնեն։ Այսօր թողեց դյունը լինի, որը որ մենք միշտ չի որ տեսնում ենք ու ուրախանում ենք։ Դրա համար այսօր վայելեցինք։ Էս էլ իմ պատրաստած դնեմ արդյոք շատ չծիծաղեք։ Ունենք այն ինչ ունենք, մեր ունեցածով պատրաստել ենք։ Ինչ որ շատ ա դուր եկել։ Ալ տղես։ Մամա, գործես կական դունա գարի։ Հա, բա ինչ, գիտես իսկա, այսօր Մամա, մեր լուսերը անջատել ենք։ Հայ ջան։ Քիշեչան։ Հայ ջան։ Ես կողքնել երեխեքն են ուզում իբր թե իմ նման սարքեն։ Հիմա որ խոսում եմ ու նկարում եմ, մի արա որ չխանգարես։ Ես էլ ուզում եի ալպեր վականս վերցնեի, գնայինք սահնակ քշենք, սկի քշենք, ահա։ Սիփանը հորինել է։ Ու մենակ տեսնեք թե ինչից է պատրաստել է սահնակը։ Ինչ է լավ է գնում Լինա։ Ինքը պիանը Մամա, հենց դինայ։ Ուե։ Ես լավ խաղացի, հիմա Սիփանի հերթն է խաղալու։ Մաքսիկան ջուրանյան։ Մենակ երևի մենք ենք սենց բանանում, չնայած Լեոյի ու ընդհանրապես դպրոցի երեխեքից մի քանի հոգիներ էլի սենց խաղում էին։ Ու հիմա նայեք։ Օտոհաններից մեզ են մերում։ Լախկեմ։ Հենա տղես։ Լախկեմ, հազիվ ձուն ենք տեսել 7 տավա մեջ։ Լինո։ Լավա։ Էս ինչ ես եղել է զինագնդիկ։ Մաքրեցիք արդեն սաղ ձյունը։ Միակ դեպքերից է, որ ձյունը եկել է ու չի հալվում հաջորդ օրը կամ մի քանի ժամ անց։ Երեխեքն էլ սենց ամեն օր դուրս են գալիս խաղում են։ Հիմա ես։ Հաստա։ Ես մեր ձմեր պապիկը լավ էլ մնացել է, չէ Լեո։ Ես էլ բախկվել այրատուն։ Դե լավ վազեցինք։ Դե։ Ես ինչ սիրուն է, ուշադիր բալես, ավտո չկա։ Երեխեքը ոնց որ խաղում են, վազեք մի քիչ էլ դուք խաղացեք, որ գնաք։ Վազեք մտեք, էկոլում կխաղաք։ Մամա։ Ջանի։ Էլիա։ Վազի գնա դպրոցում։ Մամա։ Անվճար դպրոցն են մաքրում Լեոն Լինան։ Մամա։ Հա։ Վիրա։ Հա, դե եկեք։ Ամեն անգամ, երբ որ սենց սիրուն ձյուն է գալիս, արևը դուրս է գալիս։ Տեսեք ինչ ռոմանտիկ են, սիրտ են սարքել, այստեղ ինչ-որ մեկը ուրիշ ինչ-որ գրություն է թողել, ով ոնց հասցրել է։ Ժողովուրդ ջան, այս վլոգում ձեզ չեմ ողջունել, եկեք ձեզ մի հատ լավ ողջունեմ, իմ ջերմ բարևները ձեզ ուղարկեմ եւ հետո անցնեմ առաջ վլոգի մասին մի քիչ պատմելու շատ բաներ չկան եւ շատ չեմ էլ ուզում խոսել, որպեսզի արագ տեղադրեմ եւ տեսնեք, չնայած որ արդեն շաբաթներ են անցել այս կադրերը նկարելուց, բայց ես քանի որ մի փոքր ժամանակի խնդիր կար, ես դրա համար
մի քիչ ուշ եմ տեղադրում, բայց ոչինչ, ես վստահ եմ, որ դուք մեզ միշտ սպասում եք եւ միշտ էլ աջակցում եք, երբ էլ որ ես տեղադրեմ իմ վլոգները, բոլորդ ակտիվ մասնակցում եք։ Ինչպես տեսաք, մեզ մոտ լավ ձյուն է եկել, էլ արդեն չեմ ասի առաջին անգամ եւ այլն, քանի որ մի քանի անգամ արդեն ոչինչ լավ եկավ, չնայած նրան, որ երկար չի մնում, բայց ոչինչ։ Գոնե այդ գալու պահին էլ հասցնում ենք դուրս գալ, վայելել, խաղալ։ Գոնե երեխեքս գիտեմ արդեն հասկանում են ինչ է ձյունը, կարող են ասել իրենք սիրում են, չեն սիրում, չգիտեմ, ձմեռը տարվա այս եղանակը, ու իրենք երկուսը շատ սիրում են ու շատ հավեսով խաղում են։ Դուք դա արդեն տեսաք կադրերում։ Այս ընթացքում, քանի որ արդեն երկար ժամանակ անցավ մինչև որ ես կտեղադրեմ, մոտավորապես 2 շաբաթ հաստատ անցել է։ Այս ընթացքում ոչ մի մեծ փոփոխություն չի եղել, այդպիսի ինչ որ նորություն կարևոր չկա, որ ես բաց եմ թողել։ Միայն կավելացնեմ, որ վերջերս մեր մոտ, չգիտեմ սա երբ կտեղադրեմ, բայց մենք երեք, որը ամսի 22-ն էր, հունվարի 22-ն էր, մեր քաղաքում առաջին անգամ անցկացվեց այսպես կինո թատրոն, բայց հայկական չգիտեմ, շնչով, ամեն ինչ sense հայկական, ու մենք բոլորս միասին այստեղ տուղի հայերով մասնակցեցինք եւ վայելեցինք։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ տոմսերը ընդամենը հաշված մի քանի օրում 80-ից ավել տոմսեր վաճառվեց, ու ես չգիտեմ չհասցրեցի անգամ այդ մասին, ընդամենը Instagram-ում եմ մի քանի հատ story արել, ու տոմսերը արդեն այնքան արագ իսկապես վաճառվեց, որ չգիտեմ այլ չհասցրեցինք, շատ մարդիկ անգամ չկարողացան ներկա գտնվել, որովհետև արդեն սպառվել էին, ու ես հիմա ուզում եմ, քանի որ մարտին լինելու է նաև full house ներկայացումը, էլի մեծ էկրաններով, եթե ուզում եք նայել, ովքեր որ ցանկանում են, ես գիտեմ, որ ուղիղ ինձ շատերն են հետևում, դրա համար ուզում եմ ասել, որ տոմսերը կարող եք ձեռք բերել ինձ մոտ կան ինձ մոտից կամ ինձ մոտից կարող եք վերցնել, կամ ես մեկնաբանություններում կդնեմ հողմը, որտեղ որ կարող եք որտեղից անցնել եւ գնել։ Եղեք ակտիվ, որպեսզի բաց չթողնեք, որովհետեւ շատ մարդիկ էին ուզում եւ այլ չկար։ Գիտեմ մի քանի հոգի, որ իսկապես նեղվել էին, բայց ուզում եմ ասել, եթե հիմա ցանկանում եք full house-ը դիտել, սա ուղղակի ձեր հնարավորությունն է, իսկապես սա շատ լավ հնարավորություն է, քանի որ մեր քաղաքում նման, չգիտեմ, միջոցառումներ շատ քիչ են անցկացվում, ու իսկապես սա գովելի է, կարծում եմ, որ կարողանում են մարդիկ այնպես անել, որ մեր քաղաքում էլ կարողանանք, չգիտեմ, կիլոմետրեր չկտրենք, գնանք որևէ ներկայացում նայելու, ու այս թանկարժեք տղաներից հետո հաջորդը full house-ն է, հուսանք սա շարունակական կլինի, իսկ եթե դուք ցանկանում եք շարունակական լինի, դա ձեզանից է կախված, կարծում եմ, որ շատ հավես է այսպես հայերով հավաքվել, չգիտեմ, նայել հայկական ֆիլմեր, հումորային կլինի, չգիտեմ, սիթքոմներ կլինի, ակտիվ եղեք, որովհետև հաջորդը full house-ը լինելու է մարտի 26-ի ժամը 8-ին։ Մնացած հարցերի մասին, եթե կցանկանաք, կարող եմ ձեզ պատասխանել, կամ ինձ գրեք, կամ ես կնշեմ նաև այն էջերը, կազմակերպիչների էջերը, դուք կարող եք նրանց հետ էլ կապվել։ Այսքանը կարելի ասել այս վլոգը հենց այս կարևոր կամ այս չգիտեմ, ինձ համար կարևոր է, որովհետև ես մեծ բավականություն ստացա, իսկապես ես մի պահ անգամ sense մոռացել էի, որ չգիտեմ, Ֆրանսիայից եմ նայում, Ֆրանսիայի կինոթատրոնում եմ, ու ինձ թվում է ես sense Հայաստանում ուղղակի գնացել եմ, չգիտեմ, հավես սիթքոմ, հումորային sense հաղորդում նայելու, ներկայացում նայելու։ Շատ լավ էր իսկապես արժի լինել։ Այսքանը ես ուզում եմ նաև մեկ այլ կարևոր նորություն, եթե կգուշակեք, սա ավելի ճիշտ չասեմ նորություն, բայց շատ հավես բան է սպասվում։ Եկեք փորձենք տեսնենք ով կգուշակի, չեմ կարծում, որ ձեր մտքով կանցնի, բայց ուզում եմ ասել, որ հաջորդ վլոգը շատ ավելի հետաքրքիր է լինելու, այնպես որ բաժանորդագրվիր իմ ալիքին, որպեսզի երբ տեղադրեմ առաջինը հենց դու տեսնես։ Շատ լավ տեղ ենք գնալու, ես մի քիչ ճակերտները բացեցի։ Դուք գուշակեք ուր ենք գնալու ու ինչ տեսակի վլոգ է սպասվում մեզ եւ ձեզ։ Կփորձեմ, չգիտեմ, Instagram-ում կարող եք հետևել ինձ, Instagram-ում կփորձեմ story-ներ դնել, սայդեմ դուք եք իմանաք, նրանք ովքեր ինձ հետևում են, գլխի կընկնեն միանգամից, թե ուր ենք գնալու եւ ինչ հավես վլոգ եմ նկարելու ձեզ համար։ Դե ինչ այսքանը, բաժանորդագրվիր, լայքիր, որպեսզի ավելի շատ մարդ տեսնի այս ամենը եւ իհարկե մեկնաբանություններում մի մոռացիր մեզ ողջևորել։ Ah!